Ժամանակը լավագույն ուսուցիչն է։ Ժամանակը հավերժ է, մարդը անցողիկ։ Ժամանակները փոխվում են, մարդիկ նույնպես։ Եկել է քո ժամանակը։ Հանրայինի եթերում ժամանակի վկան հաղորդաշարն է։ Հաղորդումը վարում է շարքի հեղինակ Իրինա Բարսեղյանը։ Ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրն է։ Տոնի Արթիվ ստուդիայում հյուրընկալել ենք Արցախյան ազատամարտի մասնակից ոստիկաններ Վլադիմիր Վանեսյանին, Գուրգեն Բեգլարյանին եւ Արմեն Կարապետյանին։ Սումգայիթյան ջարդերից հետո, երբ Ադրբեջանի կողմից հակահայկական ագրեսիան գնալով ծավալվում եւ ուժգնանում էր վերաճելով պատերազմի, խաղաղ հայ բնակչությանը բռնություններից պաշտպանողների առաջին շարքերում նախկին խորհրդային Հայաստանի միլիցիոներներն էին։ Թե ինչպես միլիցիայի ստորաբաժանումներից ստեղծվեցին ինքնապաշտպանական հատուկ ջոկատներն ու կանոնավոր ոստիկանական ստորաբաժանումները, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի մարտական ծառայության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարշալ Բաղրամյան ոստիկանության շարքերում գերազանց ծառայության առաջին եւ երկրորդ աստիճանների շքանշանների ասպետ ոստիկանության մայոր Վլադիմիր Վանեսյանը։ 1989 թվականից ստեղծվեց միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատը, հետագայում ՄՀՋ-ի հիման վրա ստեղծվեց միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը, ՕՄՕՆ ռուսերեն, ուներ 4 գումարտակ, առաջի գումարտակը դեսանտագրոհային գումարտակ, երկրորդ գումարտակը մոտոհրաձգային գումարտակ, երրորդ գումարտակը հատուկ նշանակության գումարտակ, սպեցնազը, 4 գումարտակը զրատանկային գումարտակ, 4 գումարտակով շատ լավ զինված, պատրաստված, հիմնական ծառայողները ԽՍՀՄ զինված ուժերում ծառայած հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայած տղաներն էին, որոնք ընդգրկվեցին ջոկատի կազմում։ 89 թվականից առաջի գործողումները եղել են Գորիսի Շոռնող գյուղ, որտեղ վիճակը շատ վատ էր այդ հատվածում, Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղերն էր, Վարդենիսի շրջանի Սոտքի Ալագյուլեր հատվածի, այդ տարիներին ակտիվ մարտական գործողությունների չկային, անասնագողություն եւ այլն, բայց սահմանները պաշտպանում էր ՄՀՋ, ՕՄՕՆ-ը։ Ակտիվ մասնակցությունը սկսվեց 92 թվականին, երբ որ Շուշին ազատագրվավ ու Լաչինը Միջանսկը ներքին գործերի նախարարության ստորաբաժանում հավաքական ջոկատներն էին պահում, այդ ջոկատների կազմում էլ ընդգրկվում էր ամբողջ մի դասական վաշտ ՕՄՕՆ-ից, որը հիմնական հետախուզական գործողություններ էր անում, նաև պաշտպանողական գործողություններ էր կատարում։ Ջոկատը հետագայում ՕՄՕՆ-ի բազայի հիման վրա ստեղծվեց ներքին զորքերը, առաջի զորամասը թիվ 1033 զորամասը, նա մինչև հիմա գոյություն ունի, հասարակական կարգի պահպանության գունդը, նաև 1032 զորամասը, նույն հասարակական կարգի պահպանության գունդը։ Երկու մեծ գնդերը ստեղծվել են ՄՀՆՋ հիման վրա։ Առաջի հրամանատարը եղել է Գևորգյան Արտուրը, հետագայում Հարությունյան Վահանն ա եղել, հետագայում Գրիգորյան Ժոռան ա եղել, Մարգարյան Արցրունն ա եղել, նաև կարևոր հրամանատարներից մեկը եղել է Մկրտչյան Համլետը, Թայֆունը։ Վերջում Հովհաննես Զաքարյան, դրանով տենց արդեն ներքին զորքերի սահուն անցավ, այնտեղ արդեն շատ են հետ պատերազմյան տարիներներ։ Իմ հյուրերը մեկը մյուսին դրացնելով այժմ հուշեր կպատմեն Արցախյան ազատամարտի տարեգրությունից, վերհիշելով զոհված եւ անհայտ կորած ընկերներին, մանրամասնություններ մարտական գործողություններից, որոնք եթերում կհնչեն առաջին անգամ։ Զրույցը շարունակում է Հայաստանի Հանրապետության նախագահի մարտական ծառայության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Անդրանիկ Օզանյան եւ Գարեգին Նժդեհ շքանշանների ասպետ ոստիկանության պաշտոնաթող ավագ լեյտենանտ Արմեն Կարապետյանը։ Ես 91-ին խորհրդային բանակից վերադարձա, վիճակը նենց էր, որ թե ծնողները, թե ընկերները, թե ես անձամ ընկեր ունեի, ծառայում էր ՄՀՋ-ում, մանկության ընկեր, ես էլ խառնվածքով մի քիչ ուրիշ մարդ եմ, պահներ ստիպում, որպեսզի ծառայել ենք, գիտենք, որպեսզի գնանք պաշտպանենք մեր հայրենիքը, ուրիշ ոչ մի խնդիր։ Այսինքն ես 91-ին եմ ընդունվել, ուղղակի հրամանն ա եղել 92-ին։ Մասնակցել եմ առաջի անգամ Շուռնուղ, հետո Մարդակերտ, Փառք Աստծո զոհեր չտվեցինք, վիրավորներ եղան, մեր ընկերը Ֆիթիլը գլխից վիրավորվեց, Մոսիկյան Էդուարդ, չէ, կներեք, Գուգոն զոհվավ մեր, Գաբրիելյան Գուրգենը զոհվավ, հա, Մարդակերտում զոհվավ, առաջի զոհը, որ ես տեսել եմ ու գիտեք, ջահել տղա ինչ-որ որոշակի հետևանքներ ա թողում մարդու կյանքի վրա, չես մոռանում, ոնց կարելի ա մոռանալ։ Տենց էլ սկսվեց էլի, հետո ինքը Ստինքյանը արդեն ընկավ հունի մեջ ու գնացինք, առաջ մինչև վերջ։
Հայաստանի Հանրապետության նախագահի մարտական ծառայության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյան, ոստիկանության զորքերում գերազանց ծառայության առաջին աստիճանի շքանշանների ասպետ, ոստիկանության պաշտոնաթող ենթասպա Գուրգեն Բեգլարյանը 1991 թվականի հուլիսից Շահումյանում սկսեց մասնակցել մարտական գործողությունների։ 79 թվին հաբի տղաներին եմ առաջինը հանդիպել հանրապետական հիվանդանոցի դիմաց վատերում վիրավորներ էին բերել, ես իհարկե օգնեցի տղաներին իջացնել, վիրավորներին տարանք հիվանդանոց ու իմ ընկերներից մեկը Արծվաշենցի էր, իր հետ մի քանի անգամ գնացի Արծվաշենում իրանց հետ պաշտպանական դիրքին ենք, մասնակցում ենք հերթապահության եւ այլն։ Հետո մի քանի անգամ իհարկե գնացի Արծվաշեն եկա, վերադարձանք Արծվաշենից քերուս տղաներ մոջում ծառայում, ասեց մեր մոտարի կանոնավոր ստորաբաժանում զենքը կա, ամեն ինչը նորմալ, հրամանատարությունը կան, եւ ես իհարկե տեղափոխվա եկա մտամոջ 91-ին առաջի անգամ մասնակցել եմ կացուի ժամանակ Գորիսի տեղ գյուղում ենք եղել, ընդհանրում ունեցանք մեր բաժինը տեղ գյուղում ռուսական բանակի հետ, այնուհետև գյուղացիները մեզ հանեցին, չթողեցին մենք մնանք, որովհետև մեզ ասացին, որ Կորնիձորում տղաներին ձերբակալել են, իհարկե խաբելով, նույնը եղել էր Շորնուխում, մեր մոջի առաջի զոհն իհարկե եղել է Գոլոզյան Սարգիսը, Խասամ զինված ուժերի հետ, ընդհարվել էր ահագին իրանց կողմից էլ, մեր կողմից իհարկե զոհվել էր մենակ Սարգիսը, տղաներին 19 հոգի Երևանին էին, 11-ը եղել էր Կորնիձորում, մնացածը Շորնուխից։ Այնուհետև շարունակել ենք ինստինկտյան արդեն ոչ հրամանով, իհարկե, չի եղել հրաման, որ դու պետքա գնաս, կռվ ենք անում, որ պետք է գնանք, ոչ թե հրամանով, որ ինչ-որ մեկը ասի դուք պետքա գնաս այս իջտեղ կամ այն իջտեղ։ Մինչև 94 թիվը մասնակցել ենք, այնուհետև Քյալբաջարում 94 թվի մարտի 5-ին վիրավորվա, լրացել է 20 տարին վիրավորվելուց, 4-5 ամիս հետո վիրահատեցին, երկրորդ վիրահատությունը իհարկե, ուղեղի մեջ ասկոլկապանքը, էլի չկարացին հանեին, փորձեցի նորից աշխատել, բայց չկարողացա, առողջականս շեյրիկեց։ Օմարի լեռնանցքում ծանր վիրավորվելուց հետո Գուրգեն Բեգլարյանը կենթանի մնաց շնորհիվ մարտական ընկերների։ Օմարի երրորդ պոստը առաջին մասում էր ընկնում, մինամյոտի ականից 4 ական անձնակին վրա, ձեռքս PK զենքեր, պուլեմյոտ Կալաշնիկովը, շատ բարձր ձայնով է, տեղափոխվելու տեղ չկար ուղղակի, նստար պետք է մնայր տեղում, շատ էին խփում։ Մենակ հիշում եմ, որ աչքերս բացի արդեն գիտը բենի վրա ընկած է։ Հետո տղաները Չարշյան Սարգիսը, Բադիշյան Սարգիսը իհարկե զոհվավ հետագայում, Մգարչյան Նորիկը օգնեցին, իջացրին Սարից, ցրտահարված արդեն ահագին։ Վերևում Դյունենիչենի շատ ցուրտ է, ահավոր ցուրտ է, բարձրությունը շատ է, 3770 մետր բարձրություն։ Հասցրին հիվանդանոց ու ամեն ինչ լավ է։ Քերբաջանում այդ նույն ժամանակ զենքի առումով կարողացանք աղագին երեխեքի պահենք, որ հետ կաշվեին մայրաքաղաքային գնդի զինվորներից, երկրորդում էլ ծով է հետանոց կարգում մեր լավ ընկերն ու աղբերը։ Միջալոց ամսի 16-ին 20 տարիներ հավաքվել են, Եռաբլուր են գնացել, հիշել են։ Իհարկե Եռաբլուր շատ շուտ են գնում, միշտ դժոխային տարիեր ու դժոխային տարածք, Օմարը որ մեր տղաներից շատ-շատերը զոհվան ու վիրավորվան, մի խոսքով ծանր էր բոլորիս համար, 94 թիվը, եմ եղել, երկրորդ գումարտակի մոտոհրաձգային գնդից, իմ առաջի հրամանատարն էլ զոհվեց Գևորգյան Ռոբերտը, փոխգնդապետ, իհարկե Ֆիզուլիում, բայց ամենայն դեպս նույն ժամանակաշրջանում զոհվեց։ Քյալբաջարում թուրքերը շատ էին կրակում, հրետանին շատ էր օգտագործում։ Մեր հրետանու հրամանատարը Էլի Գուրգեներ անունը զոհվեց Օմարում։ Իհարկե հասցրին հիվանդանոց, բայց ցավոք սրտի չապրեց։ Խանլարը վերցնելուց հետո արդեն գալիս էր Կիրովաբադը, այդ RLS-ը պետքա վերցնեին։ Գիտեք, այդ սենց էր նախագծված, այդ հարցակման պահը, որ վերցնում են Խանլարը, հետո վերցնում են Կիրովաբադը, RLS-ն են վերցնում, այդ ռադիոլոկացիոն ստանցան, որը շատ մեծ նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար, այսօր գիտեք ռուսները թողել են այդ RLS-ը, բայց եթե այն ժամանակ մենք վերցնեինք, կոպիտ ասած ռուսները մեր հետ ավելի շատ հաշվի կնստեին։
Ստրատեգիական նշանակության Հա, օբյեկտեր շատ մեծ հզոր, որովհետև այդ RLS-ը ռադիոլոկացիոն ստանցիան, ես ինչքան գիտեմ, ինքը վերցնում է Կովկասը, Միջին Ասիան, ահագին մեծ տարածք է ինքը կարողանում ապահովի, որը Ռուսաստանի կայսրությանը այս պահին շատ անհրաժեշտ է։ Թե ինչի չվերցրեցին, դա արդեն ես չեմ կարող ասեմ։ Մենք որպես մասնիկ մեր դերակատարությունն ենք ներդնում այդ ամեն ինչին, բայց վերևներում էին որոշում։ 92 թվականի հունիսին Սարսանգի ջրամբարը համարյա թե վերցված էր։ Ումուդլու, Հաթեր, Զագլիկ այդ գյուղերը արդեն գրավել էին թուրքերը, ու այդ ժամանակ մենք պետք է անցնեինք հարձակման, որպեսզի հետ գրավեինք։ Տակտիկական խնդիրեր, մանևրեր եւ այլն, հարձակվեցինք Ումուդլուի վրա, հետո Զագլիկը, Հաթերքը վերցրեցին, ամեն ինչ նորմալ եղավ, բայց այդ ժամանակ մենք չունենք ոչ մի բան։ Հրամանը անընդհատ ձգում էին 92 թվականի հունիս ամիսն էր մենք անտառում նստած էինք պատրաստում էինք հարձակման մեզ 3 անգամ հետ կանչեցին հրամանը չեղալ համարեցին չթողեցին որ հարձակվենք մենք այդ օրը երեկոյան ռադիոյով լսեցինք մեր նախագահը հայտարարություն արեց որ մենք սխալ ենք վերաբերվում մեր ռուս մեծ եղբորը մենք պետքա նորից բացենք ռուսական դպրոցները եւ այլն հաջորդ օրը մենք գնացինք հարձակման Արդեն ոնց որ օֆիցիալ հրաման եղավ, որպեսզի գնան, այսինքն Երևակայի այդ պահին էին սպասում, հա, որպեսզի ներողություն խնդրի Դաբրոն ստացի։ Հա, ներողություն խնդրի, որպեսզի մենք հրետանի ունենանք, զենք ունենանք, զինամթերք ունենանք եւ այլ, այստեղ արդեն դա մեծ խնդիր էր, որովհետեւ մենք զրահատեխնիկա չունեինք հիմնականում։ Հանկարծակի սկսեցին տանկեր հայտնվել, հասկանում եք, սա խնդիրը է։ Ճիշտ խոսալու պահն է, էլի, ասենք, ողորմի մեր ընկերներին բոլորին, որովհետեւ ամեն մի մարդ որ զոհվել է մեր ընկերներից, այդ տղերքից դրանք մեր ընկերներն են։ Մենք այսօր իրանց ենք պարտական, որ մենք ապրում ենք։ Միանշանակ Անկախ նրանից պատահական է եղել թե պատահական չի եղել, բայց այդ մարդը իր լուման ներդրել է, որ մենք այսօր ապրում ենք։ Պահելա մնացածին, իհարկե, վահան է հանդիսացել, հա, որ ուրիշ կյանքը փրկի։ Բայց այսօր սա խեղաթյուրում են էլ այդ ամեն ինչը, ամեն մեկը փորձում ասի, որ մենք սենց, մենք նենց, հիմա գիտեք, չպետք է լինի իմն ու քոնը, մենք պետք է ընդհանուր ազգի մասին խոսանք։ Մեր այսօրվա կարգավիճակի մասին խոսանք։ Մենք պետք է այս մեր երեխեքին, մեր սերունդին դաստիարակենք, որ տենց մարդիկ են եղել, որ այդ մարդը ընդհանրապես չկարդա ասի դե լավ դե հա իսկ այսօր այդ մեր սերունդը դրան է գնում մեր երկրում կոռուպցիան այն աշխարհն է որ բարև տալը արդեն փող է գիտեք եթե մի գեներալ պետքա 110 հատ դիզինցա զենք վաճառի ու այդ մարդը դառնա ազգային հերոս էլ ինչի մասն ենք խոսում անիմաստ է չէ ինչի համար նեղանամ ես եմ ընտրել այդ ճանապարհը Ես արել եմ իմ քրոջ համար, իմ աղբոր համար, իմ հոր համար, իմ մոր համար, իմ երեխեքի համար, իմ ընկերոջ համար, արել եմ ինչ որ կարացել եմ Արմեն Կարապետյանը մարտական ընկերներից շատերի զոհվելը համարում է անիմաստ կորուստ, հրամանատարության սխալ որոշումների եւ ընդհանուր զինվորական պատրաստության թերի գիտելիքների պատճառ։ Առաջի ցավալի զոհը, որ եղավ կապված Քելբաջարի հետ, մեր մարգարաներիկներ, որ այսօր անհայտ կորած է, առաջի գումարտակի առաջին հրամանատարներ, դեսանտագրոյային գումարտակի, իր անհայտ կորելը չեմ հասկանում, չենք կարող գտնենք ոչ մի ինֆորմացիա ունենանք, ուրա ինչը թեկուզ եթե զոհվել է, գոնե իմանանք զոհվել է, եթե գերեվարված է, գոնե իմանանք գերի է Մնաց անհայտ կորած շատ ցավալի է որ մեր պետությունն էլ կոպիտ ասած շարունակական ինչ որ աշխատանքներ չի տանում այդ մարդկանց թե գտնելու կամ հերքելու կամ չհերքելու այդ վարկած մենակ Էրիկը չի էլի ինգերներ կան ուղղակի ես Էրիկի մասին տվյալ պահին եմ խոսում Ομարի հետ կապված առաջի կորուստը եղել է Էրիկը ու մեր մարտակի տղաները մենք իրանց հարգում ու հիշում ենք 94-ի հունվարի 3-ին մեկնել ենք առաջի Քելբաջար շատ անկազմակերպ էր միանշանակ ես ասում եմ որպես զինվորական Առաջի Քելբաջարի ժամանակ հնարավորություն կար մենք բարձունքները գրավել էինք նիստիկովկա էր հրամանատարության մեջ չեն կարող հասկանային հարձակվեն թե չհարձակվեն խանլարը վերցնենք թե չվերցնենք մենք լարժեք հնարավորություն ունենք խանլարը վերցնելու այսինքն խանլարը մեր ափի մեջ էր վերևից տեսնում ենք հնարավորություն կար խոսակցություն գնաց հրամանատարության կողմից որ պետքա վերցնենք խանլարը հետո հրամանը հետ կանչվեց որ տենց հարձակում չի կատարվելու հետո իրանք հակահարձակման անցան ու ոչ անհասկանալի պահեր էր զորքը հետ քաշվավ բավական կորուստներ ստալիշն երեխեքից ահագին մարդիկ ահագին երեխեք շատ տխուր է բայց ձորում գոռում են մենք էլ հնարավորություններ չունենք անիմաստ կորուստներ էր որ պետքա չլիներ ասենք կարող էր չլիներ դա հրամանատարության սխալն էր հիմա մենք ինչքան էլ խոսենք նրա մասին որ մենք հաղթել ենք մենք սենց մենք նենց բայց մենք տվել ենք ահագին մեծ կորուստներ մեր տգիտության հաշվին
Որովհետև մեր ազգը սովոր չի զինվոր ունենալ հիմնականում։ Մենք անհատ ենք զինվոր, բայց մենք ենթարկվող sense հասկացողությունները մեր մոտ մի քիչ ծավալուն է, էլի, խնդիր է մեր համար։ Մենք չենք սիրում սովորել զինվորականությունը, այսօրվա մեր անգամ ծերուն չի ցանկանում։ Եթե հայրենասիրություն մի մարդու մեջ չկա, դու չես դաստիարակում հայրենասիրությամբ, դա նշանակում է ազգը արդեն կործանման է գնում։ 100 տարի չլինի, թե 200 տարի հետո լինի։ Արցախյան ազատամարտի մասնակից ոստիկանները շնորհավորելով մարտական ընկերներին ոստիկանության օրվա կապակցությամբ հայտնում են նաև իրենց մտահոգությունները, բարձրաձայնում այսօր առկա բազմաթիվ խնդիրներ։ Մայիսին զինադադարի կնքման 20 տարին, այսինքն 20 տարի խաղաղության կյանք։ Ես այս վերջերս մի հատ Ղարաբաղցու հարց եմ տվել, ասել եմ ձեզ մոտ ոնց են պատերազմի մասնակիցներին վերաբերվում, ասում եմ մոռացել են։ Ասում եմ, բայց դա լավ նշան է, ասում եմ, ի՞նչ նշան, ասում եմ, խաղաղության նշան է։ 20 տարի անցել է, 20 տարի խաղաղություն, իհարկե ես կուզենայի, որ խաղաղություն լինի միշտ, թող ոչ մի սերունդ չտեսնի այն ամենը, որ մենք տեսանք, որ տարի հավաքվում ենք, տեսնում են, որ բոլորը առողջական խնդիրներ ունեն, շատ-շատերը սոցիալական խնդիրներ ունեն։ Կուզենայի, որ պետությունը այդ սերունդը, որ անցել է պատերազմի մեջով, նաև հաղթանակած սերունդը ավելի շատ տեղ ունենա հասարակության մեջ, ավելի շատ տեղ տան, չաշխատողին աշխատանք տան, չծառայողին ծառայություն տան, վիրավորներին սոցիալական օժանդակություն տան, հիվանդանոցները ավելի մաճելի լինեն բուժման համար, երեխաներին արտոնություն տան, որպեսզի սովորեն, կարողանան, այսօր ծնողի համար դժվար է ուսման վարձմոցի, ուզում են, որ խաղաղություն լինի, մեր բանակը, մեր մեջքին կանգնածա, միշտ դա նշում ենք, այդ թվում եւ ոստիկանության զորքերը, կապուտ երկինք, մեր երկրին, խաղաղ երկինք, ոստիկանությունը այսօր իր ստորաբաժանումներով, իր կառուցվածքով ամենօրյա իր խնդիրները իրականացնում է։ Ուզում եմ ապրիլի 16-ի կապակցությամբ շնորհավորել ամբողջ անձնակազմին ոստիկանության, շարքայինից մինչև նախարար, անփորձանք ծառայություն մաղթել, նաև ասեմ, որ հասարակության մեջ ոստիկանությունը այսօր իհարկե մի քիչ բարեփոխումներ է իրականացվում, պետքա շարունակվի։ Վստահություն պետքա լինի հասարակության մեջ, ոստիկանությունը պետքա ժամանակի ընթացքում ձևափոխվի։ Կուզենայի, որ ոստիկանությունը լինի մեր ազգին արժանի, որ քաղաքացին օղակի փողոցում չվախենա ոստիկանին դիմի, մոտիկանա, դիմի ոչ միայն դեպքի համար, այլ ցանկացած հարցով։ Ոստիկանությունը պետք է լինի հասարակության համար մաճելի, բաց, հրապարակային։ Շնորհավորում եմ ամբողջ անձնակազմին, ցանկանում եմ բոլորին առողջություն, հաջողություն, անփորձանք ծառայություն։ Սա լիարժեք հաղթանակ չի, հաղթանակը կլինի այն ժամանակ, որ տեսնես քեզնից հետ կանգնածները այսօր այն սպայական անձնակազմից սկսած մինչև զինվոր, որ դրանք բոլորն էլ մարտունակ են։ Մեր ազգի համար միակ հաղթանակը դա կլինի։ Սոցիալական հարցեր լուծել եւ այլ, դա երկրորդական, երրորդական հարցեր է։ Բայց այն, որ ես այսօր տեսնում եմ, որ պոտենցիալ չկա, զինվորի աչքերի մեջ կրակ չկա, սպայի աչքերի մեջ կրակ չկա։ Ինչի այսօր մեր սպայական ազնագազմը թոշակի գնալուց պետք է գնա հասնի Ռուսաստան, Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպի, որ թոշակ ստանա։ Այդ դեպքում այդ մարդը բնականաբար չի ցանկանա այս ազգի համար ինչ-որ մի բան անել, այսինքն ինքը եկել է 20 տարին իր գլորի, գնա բարձր թոշակի, 45 տարեկանում կգնա թոշակի, բարձր թոշակ կստանա, այսինքն իրան պետք չի ոչ մի բան ոչ սովորացնել այդ զինվորին, ոչ այդ զինվորը ցանկությունն է այդ դեպքում սովորելու։ Դա նշանակում է, որ մենք էլի հետ ենք գնում։ ՄՀՆՋ-ի բազայի վրա ստեղծվեց առաջին ստորաբաժանումները, ժամկետային զինծառայողները առաջինը եղել են ՄՀՆՋ-ում։ Առաջին զինծառայողներին ուզում եմ բոլորին շնորհավորեմ այդ տոնի կապակցությամբ, իրանք շատ մեծ ներդնում են ունեցել մեր ստորաբաժանման մեջ, որովհետև նույն տարիքի տղաներ էինք, բայց մենք իրանց որպես փոքրի ենք վերաբերվում։ Մեծ ու փոքր ասած հասկացողությունը կար։ Մենք այդ երեխեքի համար ամեն ինչ անում էինք, իրանք նույն հաջողությամբ մեր համար էին անում։ Չնայած որ դրանք առաջի զինծառայողներն են ժամկետային։ Շնորհավորում եմ անձամբ իրանց։ Մնացած մեր անձնակազմին։ Ամենայն դեպս ամեն ինչ արեցին, որ ոչ միտից հող չտանք թշնամուն։ Այդ մի բանը արել ենք Փարքասում։ Մնացածը կցանկանայի, որ ոստիկանության մասին ասեմ, մեր ոստիկանները մի քիչ զգոն լինեն, գիտեք ինչ, մարդկայնությունը չկորցնեն, ոստիկանները ասենք լինեն մարդկանց հետ մարդկային, այդքան բան, մնացածը շնորհավորենք բոլորին։ Ոստիկան քո գործը մեծատար է, մեր կյանքում փարոս է լուսավոր, գործը քո ու կյանքը հենց պայքար է,
Աչալուրջ պայքար գիշեր ու զոր Ավարտ պետժամանակի վկան հաղորդաշարի հերթական թողարկումը, որին մասնակցեցին Արցախյան ազատամարտի մասնակից ոստիկաններ Վլադիմիր Վանեսյանը, Գուրգեն Բեգլարյանը եւ Արմեն Կարապետյանը։ Հաղորդումը պատրաստեցին խմբագիր Իրինա Բարսեղյանը, հնչյունային օպերատոր Իրինա Գրիգորյանը եւ երաժշտական ձևավորող Լուսինե Մանուկյանը։ Հետևեք ժամանակի վկան հաղորդաշարի ընթացքին եւ ժամանակակիցների վկայություններից կատարեք համապատասխան հետևություններ։ Ոստիկանի բարեկամ, դու եղիր մեզ պահապան, եկիր միշտ սատարենք, կարգնորենքը պաշտպանենք։ Ոստիկանի բարեկամ, դու եղիր մեզ պահապան, եկիր միշտ սատարենք, կարգնորենքը պաշտպանենք։